Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 2024 թվականի ընթացքում մրցույթների հաղթող ճանաչվածներից 11-ը վերապատրաստում են անցել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ակադեմիայում, իսկ 7-ը մասնագիտական պատրաստություն են անցել Հայաստանի Հանրապետության Արտադրության ակադեմիայում։ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման եւ դրա լավագույն տարրերի որդեգրման նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է արդյունավետ կերպով համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ՄԱԿ զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի միության, իրավապահ համագործակցության գերմանական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի եւ Իտալիայի ֆինանսական գվարդիայի հետ։ 2024 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են 67 աշխատաժողովների, խորհրդակցությունների, քննարկումների եւ սեմինարների, որոնք ի թիվի այլի վերաբերել են հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների կողմից իրականացվող Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների աջակցության ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում արտադրության համակարգի բարեփոխումներին ու հզորացմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից շարունակական աշխատանքներ են տարվում կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խորացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով։ Հիշյալ համագործակցության առանցքային ուղղություններից է կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը։ Այդ շրջանակում 2024 թվականի ընթացքում կոմիտեի քննիչների համար Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից կազմակերպել են մի շարք վերապատրաստման դասընթացներ, որոնք վերաբերել են միջազգային իրավական փոխօգնության առանձնահատկություններին, փողերի լվացման ռիսկերի վերանմանը, փողերի լվացման գործերով քննությանը, քերական հետապնդմանը եւ այլն։ 2024 թվականի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության հետ 2025 թվականին փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ուղղությամբ։ Նախատեսվում է առաջիկայում ստորագրել այդ փոխըմբռնման հուշագիրը։ Կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում մշակվել են օրենքի 5 նախագծեր։ Դրանք են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, Լեռնային Ղարաբաղի քննչական եւ դատախազական մարմիններում պաշտոն զբաղեցրած անձանց շնորհված դասային աշճանները հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս հաշվի առնելու եւ օրենքով սահմանված համարժեք դասային աշճաններին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության օժանդակող անձանց շնորհակալագրերից, հուշանվերներից եւ դրամական պարգևադրումից բացի մեդալով կամ կրծքանշանով պարգևադրելու հնարավորություն ընձեռնելու վերաբերյալ։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, օպերատիվ հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման եւ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից սահմանելու հնարավորություն, ինչպես նաեւ նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը նաև կաշառք տալու, կաշառք ստանալու հոդվածներով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ կատարելու հնարավորություն եւ դրա հետ կապված մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության քերական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով քերական օրենսգրքի հասկացությունների շարքում որպես կաշառք կամ որպես ապօրինի վարձատրություն տրվող գույքի կամ օգուտի մանր, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը ամրագրելու, ինչպես նաև քերական օրենսգրքի 440 հոդվածը հանցակազմի որակյալ եւ առավել որակյալ տեսակներով լրացնելու վերաբերյալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություն է ներկայացվել։ Հայաստանի Հանրապետության քերական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ քերական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ իրեղեն ապացույց ճանաչելու ընթացքում գործնականում առաջացող խնդիրների լուծման, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված առարկայի հետ ապօրինի գործողություններ կատարելու դեպքում քերական պատասխանատվություն նախատեսելու վերաբերյալ։
Ընդառանցնելով ներկայացնեմ նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 23-ից, այսինքն ստեղծման օրվանից մինչև 2025 թվականի ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում քննված վարույթների վերաբերյալ վիճակագրական տվյալները, մասնավորապես այդ ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել են ընդհանուր 4543 քրեական վարույթ, որից 500 քրեական վարույթը 1123 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ 2024 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում քննվել է 2787 քրեական վարույթ, որից 214 քրեական վարույթ 505 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ։ Նաև հակակոռուպցիոն կոմիտեն որոշակի վերլուծություններ է կատարել դատարանում քննվող վարույթներով, մասնավորապես այդ ստեղծման օրվանից մինչ ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվել է ընդհանուր 470 քրեական գործ 1123 անձի վերաբերյալ, որից 194 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 19 քրեական գործ կարճվել եւ քրեական հետապնդումը դատարեցվել է ոչ արտարացնող հիմքով, 9 գործով 16 անձի վերաբերյալ կայացվել են արտարացման դատական ակտեր եւ 248 քրեական գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս չի կայացվել։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների ընդհանուր թվականակում այս պայդրությամբ արտարացման վերաբերյալ կայացված դատական ակտերը կազմում են ընդհանուր թվականակի 4.5%։ Այսքանը, շնորհակալություն։